Խառնելով անցյալը և ներկան, գունային վառ համադրություններ, այս նկարիչը մեկ կտավում ներկայացնում է տարբեր դարաշրջաններ։ Խաչիկ Աբրահամյան։ Պատմեք ձեր նախնիներից և մանկությունից, ինչից սկսվեց ձեր նկարչությունը։ Նախնիները բոլոր իմ կողմը ծնողներիս, այսինքն հայրիկիս և մայրիկիս կողմը հիմնական մեր պատմական Հայաստանից են, Արևմտյան Հայաստանի, Մուշ, Ալաշկերտ, Վան, այդ քաղաքներից են։ Պապիկը ինքը առաջի օրվանից 15 թվական իրենք կրվել են Արևմտյան Հայաստան բոլոր տարածքներում, մինչև վերջի վարկյանը իրենց կռիվը եղել է ուրեմն Սարդարապատի ճակատամարտ, պապիկս և իր եղբայրը կռվել են մինչև վերջի վարկյանը և փառք Աստծո, որ իրենք ցավոք սրտի շատ բաներ կորցնելով տատիկիս կողմը 1828-ի եկածներն են, պապիկի կողմից եկել են այդ 15-ի հետ կապված, այսինքն երկու էտապով են եկել, հաստատվել են Երևան քաղաքում, կարելի է ասել, որ իրենք տներ են ունեցել դրախտի այգին, որը որ ժողովուրդը մի տեսակ չես հասկանում ինչի են ասում, թե ում կողմից է դա դրված, որ Դալմայի այգի, որը որ ծիծաղալի է, մանավանդ որ այդ դրախտի այգին ինքը մինիմում 10,000 տարվա պատմություն կա այդ այգու մեջ և պատմության դա առանձին թեմա է, իհարկե կանրադառնանք ինչ որ առիթներ եթե լինի։ Տատիկի կողմը շատ մեծ վաճառականներ են եղել, որոնք որ կապ են ունեցել Հնդկաստանի, Պարսկաստանի, այսինքն այդ ժամանակաշրջանը, որը որ ունեցել են մանուֆակտուրա և դա տվել է հնարավորություն, որ իրենք ընդհուպ մինչև Չինաստան ապրանքներ են ուղարկել Հայաստանից։ Պետք է ասեմ, որ մարդիկ, որոնք որ ունեին տրադիցիա, ցավոք սրտի, ես բոլորին չեմ տեսել, ես հայրիկի կողմի տատիկին եմ տեսել և մայրիկի կողմի պապիկին բախտ չի վիճակվել, բայց անկախ ամեն ինչից բնական է ամենաշատ շփվել եմ իմ հայրիկիս կողմից, այսինքն տատիկս, որը որ շատ նվիրյալ հայերից է եղել և այնպիսի մարդկանց շարքին, որոնք որ զուսպ, ազնիվ, խոսելուց չափը, սահմանը, իրենց իմացածը իմանալով հանդերձ։ Մենք ունեինք լավ հետարքի սեփական տուն, որտեղ որ այդ ամեն ինչը բնական թղթերի վրա նկարում էի և մի օր որ ներկերի տեսականի շարված էր այդ բակում, որը որ մի տարածք, որտեղ որ վերանորոգում բան էին արել և այդ գունավոր ներկերի հետ կապված, որոնք որ այն ժամանակ տարբեր գուաշներ, բաներ երևի և այդ պատ այնքան ճերմակ էր, որ այդ պատի վրա նկարել էի և մայրիկս կարծել էր, որ պետք է անպայման այդ ամենը ցույց տա հայրս, երբ որ կվերադառնա արդեն տուն աշխատանքից, երբ որ պատմում է, որ ասում է տղատ արդեն նկարչություն անում պատերի վրա, թղթերը քիչ է իրան, հայրս ժպտում է սենց և ասում է ինքը մեծ ապագա ունի ու այդ օրվանից ես հասկացել եմ, որ ծնողներս ինձ համար սկսել են շատ ավելի ներկեր, թղթեր, վրձիններ գնել և հետաքրքիրն է, որ արդեն առաջի դասարանից այդ նկարչական դպրոցի, հետո մեր ժամանակ կար պիոներ պալատ էր կոչվում, հաճախել այդ պիոներ պալատը, այսինքն դա կյանքի իմաստ դառավ, որտեղ նկարչություն ինձ համար
օդի, ջրի, ամեն ինչի, այսինքն հիմքն էր։ Կարծում եմ, որ բնությունից եւ Աստծո կողմից ծնված եմ եղել որպես նկարիչ, որտեղ նկարիչները եւ նկարողները դրանք տարբեր բաներ են։ Մարդիկ միշտ խառնում են մեկը մյուսին, որտեղ եթե մենք իրականնայինք, յուրաքանչյուր մարդ, որը նկարում է, ասում է, ես նկարիչ եմ, կամ ներկայացնում են, ասում են, որ ինքը նկարիչ եմ, քիչ դա այդպես չի բնական, նկարողը դա թող նկարի, նկարիչն էլ դե բնական է այդ իր ամենասրբագույն գործն է, պատասխանատու, որի համար ամեն բան ստեղծված է, որպեսզի ինքը իր աշխարհը, իր մթնոլորտը, իր վրձնի ոնց ասում է բոլոր այն հարվածը եւ ամեն մի շտրիխ ինչ որ անում է նկարիչի հետ ամեն ինչի հիմքն է, պատասխանատուն է, դրա մեջ շատ թանկ բան կա։ Շատերն են ինձ հարցնում, ինչով է տարբերվում նկարիչը նկարողից։ Գնանք, նկարիչը ինքը երկկողմանի, այսինքն բնությունից, Աստծուց տրված պրոֆեսիոնալ, որը որ երկուսը համատեղ տիրապետում է համ արեստին, համ արվեստին, իսկ նկարողները կարան լինեն ավարտած ակադեմիա, բայց եթե արվեստը չի ներդրվում, իրենք մնում են որպես նկարողներ։ Ինչպես տարբեր են նկարողի ձեռագիրը եւ նկարիչի ձեռը։ Մեկ, ուրեմն դրա հետ կապված ասեմ ձեզ նկարիչներին հասկանալու, տեսնելու, դրա համար բավականի, այսինքն ընդհանրապես մարդկությանը, ոնց որ ասենք առաջներում ինտելիգենցիայի հիմնական շերտը, որոնք որ հաճախում էին բոլոր տեսակ ցուցահանդեսներ, թանգարաններ, այո, գիտեին, ճանաչում էին նկարիչների, շփվում էին եւ դա շատ կարեւորություն է։ Չի կարա մարդը ուղակի ինչ որ մի երկու բան լսած լինի, հա, գա եզրակացություններ անի կամ ինչ որ ուզենա խոսի նկարիչների մասին։ Դա կոչվում է անգրագիտություն, այսինքն դա ճիշտ չի մոտեցվում։ Բայց շատերն այլ կոչումներ են, չէ՞ գնում։ Վաստակավոր արտիստ, նկարչության մեջ եղել։ Վաստակավոր դա շատ լավ բան է, ասեմ ձեզ, ինչի։ Վաստակ ունեցող մարդուն պետք է տան, որը որ այդ ամեն ինչի համար իր կյանքը նրա դրել։ Ներողություն, այդ թղթի կտորի հարցը չի, այդ թղթի վրա գրված, որը որ, ասենք, եթե մարդը ժողովրդական կամ վաստակավոր նկարիչ է, հիմնականում ովքեր որ ամակ ունեն, այդ ամեն ինչի մեջ արած ունեն, այսինքն իրենց գործով է, որ ապացուցում են, որ իրենք ունեն ներդնում արվեստի մեջ։ Դուք ձեր այս տարիների աշխատանքների համար նաև ստացել եք ոսկե մեդալ։ Նաև ես տեղեկացված եմ, որ բացի Հայաստանի նկարիչների միության անդամից, Ռուսաստանի նկարիչների միության անդամ եք։ Կպատմեք մի փոքր։ Նայեք, ուրեմն ասեմ ձեզ, այո, Հայաստանից բացի, Ռուսաստանից բացի եւ Մոսկվայի նկարիչների միության անդամ եմ։ Ուրեմն բավականի տարիներ ես 92 թվականից հայ եւ ռուս բարեկամության արվեստի այդ ճյուղը, որը որ կերպ արվեստն է, այդ նախագահության մեջ եմ եղել, որտեղ դա ռուսական կողմը ընտրեցին եւ բավականի մենք աշխատանք ենք արել։ Կարելի ասել, որ 80-ից ավել միայն ցուցահանդեսներ կազմակերպված է եղել Ռուսաստանում, խոսքը գնում է, ասենք, Մոսկվայի տարբեր ցուցահանդեսներ տարբեր տարիների ընթացքում, Սանկտ-Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Կազանի թանգարան, Նաբերեժնի Չելնի, Իժևսկի թանգարան, Ռոստով, Սոչի, տարբեր, այսինքն պարամետրերով, ոնց որ Կրասնոդար, Լիպեցկ, այդ ցուցահանդեսները դա տալիս է հնարավորություն առնչվելու, շփվելու տվյալ երկրի, որտեղ Ռուսաստանի մեջ եղած թե հայերը եւ ռուս մեր գոլեգա բարեկամները մենք հաճախ ենք արել ցուցահանդեսներ համատեղ, որտեղ դա շատ, ասեմ ձեզ, տալիս է հնարավորություն, երբ որ քանակով շատ արվեստագետներ են ցուցադրում, դա էլ առանձին պատասխանատվություն է, որ ասենք, եթե այդ 100 կամ 150 արվեստագետի մեջ քո աշխատանքը ինչպես կդիտվի,
Դա շատ կարևոր բան է։ Ետ վերադառնանք ձեր մանկությանը, որտեղ եք ավարտել ձեր ուսուցիչների մասին մի փոքր պատմեք, նաև ձեր առաջին դեբյուտային աշխատանքը։ Ինչ են տվել ձեր ուսուցիչները ձեզ։ Սիրով իհարկե, ցավոք սրտի երեք իմ բարպետները լուսահոգի են, ասեմ, որ առաջի երկրորդ կուրս ինձ դասավանդել է մեծ վարպետ Սեթրակյան Մկրտիչ է, Մուտիկը, եւ Կրտիկաշյան Ավոն, որ հիմա Ամերիկայում է գտնվում։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում իրենց, որոնք որ իմ այդ 2 տարին ինչ որ իրենք տվեցին, ես հպարտանում եմ իրենց ազնվությամբ, իրենց մաքուր լինելով եւ որպես նկարիչ, որպես արվեստագետ ամենայն ուժով են իրենք դրված եղել, որտեղ ինչ կարողացել են տվել են։ Դա շատ կարևոր է։ Իսկ երրորդ կուրսից ուրեմն կա մինչև այսօր դա պահպանվում է։ Ես մեծ վարպետ Էդվարդ Իսաբեկյանի արվեստանոցն եմ ավարտել։ Պետք է ասեմ, որ այդ 4 տարին եւ դիպլոմը, որը որ ես արեցի, դա Էդվարդ Իսաբեկյանի մոտ եմ ես սովորել, հա։ Էդվարդ Իսաբեկյանի հետ մեկտեղ Մասիս Գրիգորյան եւ Ասլանյան Վաղինակ, որը որ ինձ գծանկար է տվել, նույնպես խորապես իմ շնորհակալությունն եմ հայտնում, որտեվ իրենք իմ վարպետներն են եղել ու իրենք կան ինձ համար, դա ասեմ ձեզ, դա ազնվաբարո նվիրյալ մարդիկ էին, որոնք որ սիրեցին իրենց արվեստը, թողեցին պատմության մեջ համայն մարդկության համար։ Դա շատ կարևոր բան է։ Եվ 90 թվականին ես ավարտեցի կարմիր դիպլոմով, ասեմ, որ իմ դիպլոմային աշխատանքը դա Անի վերջի քաղաքացիներն էին, որը որ ես Էսքիզները արդեն արել էի, փոքր դիպլոմ արված էր եւ պետքա ինչ-որ ձևով անի քաղաք կուլտուրայով եւ մնացած բոլոր, այսինքն ասպեկտներով լինելով շատ բարձր ու իր պատմություն ունենալով, այդ թեման ինձ, ոնց ասեմ, բավական ժամանակ արդեն իմ մեջ էր, ես վերցեցի եւ այդ թեման արեցի, ասեմ ձեզ ամենահետաքրքիրը ինչ էր, որ մենք այդ ժամանակ որ գնացինք Անին նայելու իմ թեման էր, բայց ուզեցա որ ընկերների հետ գնայինք եւ ամենահետաքրքիրը ինչ էր, որ դե սահմանը անցանք մի քանի գից, բայց թույլ չէին տալիս որ նկարենք, մեր լավագույն այսօրվա նկարիչներից մեկը, որը որ Լիլիթ Սողոմոնյանն է, որպեսի բնական է իրան ուշադրություն չէին դարձնի, այսինքն ֆոտոապարատը ինքը ոչ թե պահում էր աչքով որ տեսներ, այսինքն ներքև պահած ինքը այդ ֆոտոները արել էր, որ մենք կարողացանք որոշ բաներ ունենանք։ Ինչ է ձեզ համար սպիտակ կտավը։ Մաքրություն է, ազնվություն է եւ անverջ հետաքրքրություն, որտեվ այդ կտավի վրա է որ պետք է ստեղծվի այն աշխատանքը, որը որ դեռ նոր պետք է ծնունդ առնի։ Ինքը կտավը ծնունդ է, յուրաքանչյուր սպիտակ կտավ դա ծնունդ է, այսինքն եթե այդ կտավը դնում ես, ինքը արդեն սկսում է աշխատանքը, այդ process-ը մինչև ավարտվելը, ինքը ծնունդ է առնում, դա կյանք է, դա ինչպես երեխան է ծնվում, նույնն էլ կտավը ծնվում է, այսինքն դու այդ կտավի վրա ես ստեղծում այդ ամեն ինչը, որը որ մնում է համայն մարդկությանը որպես մնայուն մեծ արժեք։ Բոլոր դարաշրջանի նկարիչները հոգեհարազատ են լինում, բայց կա դարաշրջան, որ ավելի մոտ է ձեզ։ Նայեք, ուրեմն դե մինչ ուսանող ժամանակ կամ ուսանող ժամանակաշրջանի ինձ համար օրինակ մարդիկ կան կոնկրետ, այո, կոնկրետություններ կա, որ ասենք նկարիչներ, որոնք որ միշտ հետաքրքրական ա եղել եւ սովորելու, այսինքն միշտ սովորում ես, որովհետեւ աշխարհի տարբեր թանգարաններ լինելով, հա, ասենք ինչպես Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, թե
Ավստրիայի, Շվեյցարիայի կապ չունի, այսինքն որ երկրներում որ եղել եմ շատ տեղեր, ինձ համար միշտ հետաքրքիր է գնալ նայել յուրաքանչյուր անգամ, որտեղ տարբեր տեսակ ես տեսնում այդ ամեն ինչը։ Բոլոր ժամանակների ոնց որ ասենք Տիցյան, Ռեմբրանտ, Գոյա, Վելասկես, այսինքն նկարիչներ, որոնցից բնականաբար լիքը բաներ կա սովորելու, որտեղ նկարիչը ամեն օր սովորում է, ամեն ասու օրը։ Որ երկրներում, որ եղել եք թանգարաններում, որ նկար կամ քանդակ, որը ավելի տպավորիչ է եղել ձեզ։ Ամենաշատը, որտեղ եմ եղել, ասեցի թանգարաններից, Էրմիտաժ, որտեղ Էրմիտաժում դուք պատկերացրեք, որ 2 տարի ես 4 ամիս այդ Ռեմբրանտի նկարից, որը որ ես կոպիա եմ արել։ Ես հասկանում եմ դա, բայց ինձ հետաքրքիր է որևիցե մի նկար, որը ամենատպավորիչն է, ձեր վրա ինչ-որ ազդեցություն է թողել, այ դա։ Ամեն ինչի մեջ հետաքրքիր մի բան կա, օրինակ Ֆրանսիայում, որ ես նայեցի Լեոնարդո դա Վինչի աշխատանքը, Մոնա Լիզան, ասենք ինքը գաղտնիքներ ունի, յուրաքանչյուր նկարություն գաղտնիքներ ունի, բնական ասենք տարբեր ժամանակներ, երբ որ եղել եմ Լովրում, տարբեր ժամանակ հետաքրքրություն ասենք ուրիշ է, Ուրբեի օրնանի թաղումը, պատկերացնում եք այդ մարդու այդ մեծ կտավի մեջ, այսինքն ինքը թաղման արարողություն է, բայց դու այդ թաղումը չես տեսնում, այլ այդ մարդկանց կերպարների եւ մնացած, այսինքն ամեն նկարի մեջ կա բոլոր ժամանակները կարող ես գալ, մտնել, նայել, հասկանալ, նկարիչը հասցրել է այդ ամենը կատարելության, հա։ Բոլոր արվեստագետների մոտ, բոլոր որոնք որ նկարիչներ են, հա, քանդակագործներ են, ուրեմն վատ նկարչություն, վատ քանդակագործություն չկա, եթե ինքը արդեն այն գծի վրա է, որ թանգարանում կախված է, ուրեմն բոլորը լավն են։ Լավը ուրիշ է, բայց տպավորիչ է, ազդեցություն թողել։ Նայեք, տպավորությունը, ձեզ մի բան ասեմ, տարբեր ժամանակ տարբեր նկարներ է տպավորություն թողում, այտենց չի, որ մի անգամ մի բան թողել է ու պրծել է, որտեղ դա կարա սովորական մարդուն թողի այդպես, օրինակ ինձ տարբեր ժամանակ տարբեր արվեստի գործ է հետաքրքրել ու տարբեր տպավորություն է թողել։ Պարզ է, իսկ ձեր նկարներում առկա են գաղտնիքներ։ Միանշանակ, յուրաքանչյուր նկարի մեջ գաղտնիք կա։ Ինչպես ներողություն մարդու մեջ, որտեվ եթե մարդուց ես դա նկարում, ուրեմն յուրաքանչյուր մարդու մեջ գաղտնիք, այսինքն լավ բան է դա գաղտնիքը, որտեվ պետք է կարողանաս գտնել հենց նկարության մեջ է այդ ամենամեծ գաղտնիքները նկարության մեջ է, որ նկարներ կա, որ 100 անգամ նայում ես կամ ամեն անգամ գնալուց այդ երկիր այդ թանգարանում մտնում ես, նայում ես այդ աշխատանքները, բայց այդ մի նոր բան ես գտնում։ Անպայման, որտեղ դա վերջ չի ունենում։ Դուք աշխատում եք յուղաներկով, թե այլ նյութեր եք օգտագործում։ Նայեք, ես իմ արվեստի մեջ բոլոր տեսակ նյութերով ես աշխատել եմ, աշխատում եմ, բայց հիմնական, այսինքն իմ նյութը դա յուղաներկն է, դա թղթերի վրա է, որ բոլորը գիտեն, այսինքն դա իմ տեխնիկան է, որ ես թղթի վրա եմ յուղաներկով աշխատում, կտավի վրա էլ, ասեմ ձեզ, դա լինի ֆրեսկոներ, պատերի վրա երբ որ նկարում եմ, իլի յուղաներկով, նու կա որ ակրիլով, տեմպերայով, դե հիմա ասենք քիչ այդ տեմպերաների որակի հետ է կապված պատերի վրա նկարելը ինքը մի ուրիշ դժվարություն ունի, որտեվ պատի վրա ով նկարել է ինքը գիտի, դա ինչ է, չկա մի բան, որի վրա որ կարելի է նկարել, որ չնկարեմ, եւ նյութերը նույնպես, այսինքն սկսած ժանրից ակվարելից վերջացրած դա տեմպերա կլինի, գուաշ կլինի, ակրիլ կլինի, հա, այսինքն բոլոր նյութերով աշխատել եմ, աշխատում եմ, բայց հիմքը յուղաներկն է։ Սիրում եք մերկ կանանց
նկարել, մասին է։ Նայեք, ուրեմն բնությունը ստեղծել է մի գեղեցկություն, որը կոչվում է կին։ Իսկ կինը բնության մեջ կատարյալ գեղեցկություն է։ Ես ասեմ, որովհետև մեր կնոջ մեջ ինքը շատ բան կա բնությունից, որը որ պետք է կարծում եմ որ սիրում է այդ թեմայով աշխատել, պետք է աշխատի, ինչու՞ չէ, որովհետև դա գեղեցկությունն է, այսինքն պետք է հարցնես կատարելության քո արվեստի մեջ, բայց ես ասենք կոմպոզիցիաներ շատ արել եմ, բազմաֆիգուր կոմպոզիցիաների, որովհետև դա էլ ասեմ, որովհետև դա ամեն մեկը չի նկարում նկարիչներից, կոմպոզիցիան ամեն մեկի համար չի, բայց ասեմ արել եմ եւ նատյուրմորտներ եւ ասենք պեյզաժներ, բնանկարներ, բոլոր տեսակ, այսինքն աշխատանքներ արվել է, նույն ձևով գրաֆիկ աշխատանքներ, ամեն ինչ արվել է։ Ով է Խաչիկ Աբրահամյանը նկարչությունից դուրս եւ ինչով է սիրում զբաղվել։ Ովքեր որ ինձ ճանաչեն, կապ չունի դա Հայաստանի տարածքում, Ռուսաստանի թե արտասահմանի, երբ որ եթե մի կերակուրի ինչ որ տեսակ հարկավոր լինում, որպեսզի պատրաստվի, ուրեմն ես պատրաստում եմ սիրով, որտեղ այդ տեսակի ես շատ լավ գիտեմ կերակուր պատրաստելը, այդ ինչի ասեցի, որտեղ փոքր հասակից ես պատրաստել եմ։ Որոշ բաներ կա, որ մայրիկից սովորել եմ, բայց հիմնականը դա վերուստ է գալի։ Ծրագրերի ժամանակ, այսինքն այդ ամեն ինչն էլ կլինի։ Չնայած ելի եմ ասում, ընկերներ են եղել, որոնք որ փորձել են իմ այդ հին ճաշատեսակները, որոնք որ իրենք կոչվում են հիմա դա գաղտնիքներ չի, բայց քիչ մարդիկ գիտեն, քիչ, որոնց որ ես վերացրել եմ մրգային, այսինքն միսը մրգային ուտեստներ են պատրաստվում, շերտային, որը որ շատ քիչ մարդիկ գիտեն, որ տարբեր մսերի շերտերով խոսքով դա առիթ կլինի, որպեսզի պատրաստենք եւ համտեսենք։ Եկեք խոսենք ձեր ցուցահանդեսներից, որ երկրներում եք ներկայացել, նաեւ դուք մեր հայ նկարիչներին եք ներկայացնում այլ երկրներում։ Եվրոպայով սկսած, այսինքն Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա եւ այդպես, այսինքն երկրներ, որտեղ որ Բուլղարիա, Չեխիա, տարբեր երկրներում ունեցել ենք տասնյակ ցուցահանդեսներ, ունեցած ցուցահանդեսների հիմքը ինչն է, որ սա ամակ է, որը որ դրված է արդեն 30 տարուց ավել հայ նկարիչների կենտրոնի եւ հայ կերպարվեստի հիմնադրամի հետ ինչ որ ասեցի, ջան չեն խնայել եւ ղեկավարությունը եւ արվեստագետները, բնական է մենք զոր ու գիշեր ենք աշխատել եւ այդ ինչ որ հասցրել ենք միջազգային դաշտի մասին է խոսքը, որտեղ մենք ցուցահանդեսները ոչ թե քիչ սխալ են հասկանում, հայկական ցուցահանդեսներ, բան չկա, հայկական ցուցահանդեսը ո՞րն է, հայկական չի ցուցահանդեսը, ինքը ցուցահանդես է, որը որ հայերն էլ մեջն են, անցած տարի ուրեմն կազմակերպեց մեծ գիգանտ ցուցահանդես Իտալիայում, Նեապոլ քաղաքի Կաստել դե Լովո թանգարանում, որտեղ ցուցադրված էին աշխարհի 45 երկրների 175 արվեստագետներ։ Նայեք, ի ուրախություն մեր երկրի, մեր ժողովրդի մեծ պատիվ էր, երբ որ ես իմացա, որ լոգոյի վրա դրված էր հայկական դրոշը, այսինքն այդ լոգոն այնտեղ ինչպես Ֆրանսիայի Էֆելյան աշտարակ եւ մնացած բոլոր այդ Անգլիայի, Գերմանիայի, բոլոր երկրների, Ամերիկայի ամեն տեղից մի ինչ որ զնակ դրված էր լոգոյի վրա եւ մեջտեղը հայկական դրոշն էր։
եւ աֆիշը, որը որ բավականին մեծ աֆիշ, հա, այդ թանգարանի վրա 10 ինչ որ 7-ի վրա պատկերացրեք ինչ մասշտաբի մասին է գրված է հայերը դիմավորում են աշխարհին, այսինքն դա մեծ պատիվ էր։ Մենք մեր արած արել էինք մեր աշխատանքը, դա ասեմ ձեզ 16 թվականից, այսինքն այդ ծրայգիրը մենք մշակել էինք եւ արեցինք, բոլորը գոհ շնորհակալ էին, որ ունեցանք մի ցուցահանդես, որը համամարտկային է։ Չինաստանում կազմակերպեց 4 ցուցահանդեսներ, ելի միջազգային, որ հայ եւ չինացի նկարիչների, Չինաստանից առաջ ուրեմն Բուլղարիայում կազմակերպեց 2 ցուցահանդես, հայ եւ բուլղարացի նկարիչների, ուզեմ ասեմ նույն ձևով Ֆրանսիայում անցած տարի միայն 12 ցուցահանդես կազմակերպեց, որոնցից 10 միջազգային են, 2-ը մենք կազմակերպեցինք Հայաստանում, ուրեմն մեկը Իջևանի թանգարանում կազմակերպեց, նվիրված մեծն Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակին եւ նույն ձևով այդ շարունակությունը Փարաքյարի համայնքում։ Նայեք, ուրեմն մենք ունեցել ենք բազմից ցուցահանդեսներ, հա, այսինքն այդ միջազգային, որ ասում եմ, դա Ֆրանսիայում ա եղել, ասենք դա Փարիզ, Լիոն, Մարսել, տարբեր քաղաքներնից կան շատ երկրներ, դա Ամերիկա, Կանադա ա եղել, այսինքն ասեցի Իտալիա, նույն ձևով Ռուսաստան, շատ երկրներում կազմակերպել է ցուցահանդեսները, մեծ, այսինքն ամագ ունենք ցուցահանդեսների մեջ, որտեղ փորձել ենք, որպեսզի այդ համամարտկային բարձր արվեստը ճիշտ պահենք ու բնականաբար պահենք, այդպես էլ շարունակում ենք։ Երբևէ եղել է այնպիսի բա, որ չեք ցանկացել նկարել ընդհանրապես։ Չէ, դες բան գոյություն չունեցել իմ կյանքի ու Աստված հռուպայի, որտեղ դա վատ բան է, դա ոնց որ չուզենաս ապրես։ Դա մարդկա ասում է ինչ որ ես չեմ հասկանում, ինձ համար չի ներողություն, չեմ ուզում ուրիշներին խառնվեմ, իմ համար եթե ես որևէ երկիր գնում եմ, մի շաբաթ ավել չեմ կարա, այսինքն վերցնում եմ, անկախ ամեն ինչից, դաժե էսկիզներ եմ անում բնական է այդ օրերին, բայց կապ չունի, ասենք Իսպանիա եմ գնացել ցուցահանդեսի 1 ամիս ընդդեմ տիգնեմ, այդ մի ամսվա ընթացքում ինչ հետարքի թեմաներ եկել են նկարել եմ, ասենք Ֆրանսիայում գնացել նույն ձևով, դե կապ չունի Ռուսաստան, թե Ամերիկա, Իտալիա, թե ոնց ասում է Շվեյցարիա, կապ չունի։ Բոլոր երկրներում էլ եթե նկարիչես դի նկարես։ Իսկ ինչ ցանկություններ կամ երազանքներ ունեք, որոնք չեք իրականացրել եւ կցանկանայիք իրականացնել։ Մենք բնականաբար մենք պրոյեկտ ունենք, հին պրոյեկտ է, որը կստեղծվի, որը որ կսարքվի այդ տարածքը միջազգային արվեստի կենտրոն, որը որ այսինքն մեր հայ նկարիչների կենտրոնի հետ կապված, մենք ունեցել ենք շենք, մենք ունեցել ենք տարածք, հիմա չեմ ուզում անդրադառնամ այդ ամեն ինչին, բայց մենք կստեղծենք, որպեսզի մարդիկ հասկանան, արվեստը երբեք չի մահանում, արվեստին չի կարելի ձեռք տալ։ Դրա համար մենք մեր գաղափարները, ուժերը պետք է ներդնենք, որպեսզի այդ գեղեցիկ արվեստի կենտրոնը, որը որ համամարտկային կլինի բնականա եւ ինչու՞ չէ մեր ազգին առաջինը երիտասարդությանը երեխաներից բռնած բոլորին միայն օգուտ կտա, որտեղ առանց արվեստի խոսալու բան չի, ամեն օր խոսում եմ, ոչ մեկ ոչինչ չի անում, թող անեն։ Ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին։ Ուրեմն բոլորին առաջինը կմաղթեմ, որ բոլոր մեր ժողովուրդը, մեր երկիրը, մեր հողը, ջուրը միշտ լինի լուսավոր, արևշատություն լինի, առողջություն լինի, հաջողություն եմ մաղթում, կցանկանամ, որ բոլորը մեկը մյուսի հանդեպ ազնիվ լինեն,
սիրեն, սեր հարգանք լինի, որտեվ նրա միջոցով ամեն ինչ ստեղծում է։ Սիրո հարգանքի մեջ է, որ յուրաքանչյուր թե արվեստի գործ, թե գիտական, թե սպորտ, թե բոլոր կողմերը, այսինքն ուժ են առնում եւ ամեն մեկը Աստված իր գործով զբաղվեն, ամեն մեկին թող ուժ լինի, արևշատություն լինի, թող ապրեն երջանիկ, որտեղ ասում եմ, կյանքը սևագիր չի, որ ջնջես, նորից գրես, դրա համար ամեն օրվա համար հարկավոր է հետաքրքրություն ստեղծել, պատասխանատվություն, որպեսզի ճիշտ ձևով ապրել, փորձեք բոլորիդ կխնդրեմ, փորձեք նախանձներից չկամ եւ մնացած այդ ապաշնորներից եւ հիվանդ այդ տիպի հիվանդներից հեռու մնալ, որովհետեւ իրենց վատ էներգիան պետք չի որ տարածվի մեր ազնվաբարո գեղեցիկ ազգի մեր ժողովրդի վրա։ Շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար եւ մեզ հյուրընկալելու։ Ես եմ շնորհակալ, Աստված թող ձեզ օրհնած պահի, որովհետեւ դուք անում եք մի այնպիսի գեղեցիկ եւ մարդկային կարելի ասել բարձր, որովհետեւ արվեստը, կերպարվեստը, սիրել եւ ապրել եւ նկարիչներին լուսաբանել, ցույց տալ իրենց աշխարհը, իրենց արվեստը, դա պետք է մեծ հոգու, մեծ գեղեցիկ մտածող մարդ լինի եւ ձեզանից խորին շնորհակալություն եմ ես էլ հայտնում, որ այս ամենը դուք կազմակերպում անում եք, Աստծով միշտ օրհնված լինեք, թող Աստված ձեզ առողջություն